վարչապետ Շիրակի մարզային քննչական վարչապետ Սարմոց վարչապետ Շիրակի մարզային վարչապետի պարտականությունները կատարել կոմենտապետ Ֆիշմի վարչապետ Շիրակի մարզային քննչական վարչապետ Շատ լավ, դե գնանք նայենք։ Լավ է։ Վարչապետ, ես ընկերության գլխավոր տնօրենն եմ։ Ուրախ եմ շատ։ Ոնց են գործերը։ Խի նորմալ, խի լավ չէ։ Լավը, հա, աշխատում ենք լավ լինի, ճիշտ ասած։ Եկամտեր նախարարությանը ենք համագործակցում։ Հիմա նոր հատված եք հիմնադրել։ Սա 2019 թվականին 6 հեկտար կառուցել ենք նոր տեխնոլոգիաներով։ Կառավարության կողմից եղել է աջակցություն ջերմոցի ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման։ Բա ուրիշ ծրագրերից չեք օգտվել։ Ուրիշ ծրագրերից օգտվում սարքավորների Խոսենք բաների այդ օրինակների հետ, փաթեթներ, գներ եւ այլն, մենք էլ ինչ որ փոքր մասնակցություն ունենանք սուբսիդավորման եւ այլն եւ գնանք առաջ։ Մենք ապահովված ենք, այնտեղ կա մինիմալ Հիմա ասենք այդ ինքը մինիմալ չափ կա, որը մեր վնասի դեպքում ընդունում մեր իրիգացիոն հատվածներ, այստեղ ավտոմատացված։ Հիմա ինչն է նորը։ Նոր բանն եմ ուզում տենա։ Ես չեմ եղել նախկինում ստեղ, չեմ եղել։ Աննան ա եղել, հա։ Սա են նոր ձեր ժամանակով կառուցված են։ Էս 19 թվականին։ Հա, չէ, գիտեմ, չէ, ես նկատում եմ նոր էլի, նախորդ տարի, այս տարի։ Մոտենանք բանկանում միջև հասնելը, ինքը բելգիական արտադրության սարքավորները, որոնք լրիվ ավտոմատացված, առանց աշխատողի հետ միջամտության, ինքը աշխատում է ամբողջ ջերմոցի տարածքում։ Ինչ անում, ջրում է։ Սնկային հիվանդությունների կանխարգելման համար, որը վերում է նրան, որ հետագա պայքարից քիմիա եւ այլն ուսապում ենք։ Ուլտրամանուշակական լրիվ ինքը օրգանիկ, բիո տարբերակով պաշտպանություն է ու շատ կարևոր է Հայաստան Հանրապետությունում առաջինը մեր մոտ է։ Լավ։ Մի թուփը ինչքան է մնում։ Մի թուփը ինչքան է մնում։ Մեկ տարի, այս թուփերը մեկ տարի են մնում, մենք բազմաբեր են, անդադ վերք են տալիս։ Հիմա դուք երբանից եք սկսելու հովացնել։ Փոխելը։ Չէ, նկատում եմ տարածքը, որ արդեն շոքա պետք է հովացնել։ Երբ որ արևները սկսվի, ճիշտ ասած, այս տարի մի քիչ երկար է, այս անձրևային եղանակները, Սպասենք որ ռոբոտի աշխատանքը ինքը Ուր է ռոբոտը։ այդ տեխնոլոգիաներն են։ Հա։ արդյոք ինքը Ուլտրամանուշակագույն Ստեյց կտեսնենք, բայց թե առաջ գնանք։ Հա։ Հա, հետաքրքիր է։ Ինչ անում կներեք, էլի որ արդեն սնկային հիվանդությունների կանխարգելումը։ Ուլտրամանուշակագույն լույսի միջոցով։ Գիշերն է աշխատում, Սա գիշերվա Այ, աշխատանքն քեզ է, որ լույսով ավելի լավ է երևում էլի։ Ինքը ինչ որ ժամի միացնում ենք, ինքը ամբողջ ձեռնոցներ շփոթվում է առանց մեր միջամտության։ Դաչիկները տեղադրված են։ Անդե ցույց տու, Դավիթ, այն ցույց տու։ Այ քեզ բան։ Արդեն դրել եմ, թե որտեղ է սկիզբը, որտեղ է վերջը, դաչիկներով այդպես է աշխատելու, բայց ամբողջ ջերմոցի երկայնքով հնարավոր է
կիրառել։ Շատ լավ է։ Այս լիզինգի ծրագրով աճա։ Այո, ագրոպարանային լիզինգի ծրագրով Լիզինգ- եւ սա են ձեռք բերել։ Հա, լիզինգի ծրագրով մենք տոկոսն ենք սուբսիդավորում, Այո, թե մենք 10%-ը սուբսիդավորում։ սարքում ենք ինչքան։ Եթե բանկերը տրամադրում են 14%-ով, ապա 4% է լինում դրամային, եթե տրամադրում են 12-ով 2%, բայց նաև մենք արտարժույթի Այս կողմեք եք։ մենք արտարժույթի դեպքում Զգույշ։ 6% ենք սուբսիդավորում, որ որոշ դեպքերում 0 է դառնում։ Հա, հələ նայ։ Այ քեզ բան։ Իսկ ընդհանրապես սնկային հիվանդությունները ամենատարածվածն են։ Ուրիշ էլ ինչ հիվանդություններ կան։ Տրիպսն է, դա վնասատու որպես։ Հա։ Հիմա սա դրանց վրա չի ազդում, Մենակ մենակ վրա սնկ։ չի ազդում, տրիպսի դեմ այս հակակները բիո Հա։ բաներն ենք, որը օգտագործում ենք հիմնական Բավ արժեք Ռուսաստանի հետ կապված խնդիրներն է տրիպսի։ Դե ասենք գյուղատնտեսություն, սա կոչվում է գյուղատնտեսություն, էլի, որ ասում եմ մենք մեր իմացած գյուղատնտեսությունը արդեն կամած էլ չի լինելու, նաև էս նկատում է։ Եվ նաև ձեռք ենք բերել էլի լիզինգի ծրագրով ավտոմատ սրսկիչ համակարգ, Այն նույն մեքենայից չի, նույն ֆիրման է։ հա, բայց արդեն վրան ուրիշ բան է Կարող դրած։ ենք մոտենալ արդեն։ Հա, եթե կարելի է նայենք, էլի։ Վարչապետ նաև կազմակերպությունը հիմնել է այստեղ 1.4 Հա, հեկտար հասկացա։ հատապտղանոց։ Հասկացա, հեսա բաները, Ամբողջ sense մեծ լայնքով շատ արագ էլի ավտոմատ գնում է սրսկիչ։ այսինքն բուժումները ինքը ամբողջ անում։ Այսինքն Այսինքն դուք կարող եք միացնել գնալ տուն համոզված լինելով, որ ինքը կանի, հա։ Այս մեքենան գնում գալիս է պետքա տեղափոխել։ Իսկ ռոբոտը թողնում ենք ինքը անում է այդ բանը։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Անցած տարի եք ձեռք բերել։ Անցած տարի ենք ձեռք բերել, բայց ռեալ այս տարվանից ենք աշխատասել արդեն։ Դե շնորհավոր։ Շատ շնորհակալ։ Շնորհավոր, հաջողություն լինի։ Վարչապետ նաև կազմակերպությունը հիմնել է 1.5 հեկտար հատապտղանոց։ Դա ինչ անշանակում։ Մեր էլի ինտենսիվ ագրարության ծրագրի շրջանակում են հիմնել, բայց Հատապտղանոց ասելով ինչ ենք նկատի ունենում։ օրինակ մոշի Ինտենսիվ այգին։ Հա, մոշ, այսինքն բացի ելակից նաև, բայց արդեն բաց դաշտում է, ահա, բաց գրունտում է եւ ինչի համար եմ սա հատուկ նշում, որ այս կարծրատիպ կա, որ Շիրակի մարզում ինչ որ հատուկ տեսակի միայն մշակաբույսեր են պատմականորեն, որը մշակվել է, միայն դրանք են հնարավոր արտադրել եւ ինտենսիվ այգիների ծրագիրը օրինակ Շիրակի մարզում շատ քիչ է այս պահին տարածվածություն ունի։ Կարծում ենք, որ նաեւ բնության փոփոխությամբ, կլիմայի փոփոխությամբ այս տարածաշրջանը նույնպես շատ մեծ պոտենցիալ ունի, որպեսզի այգիները այստեղ նույնպես հիմնվեն։ այո։ Դե հիմա այո, փոխվում է կլիման, նոր հնարավորություններ են բացվում։ Տեխնոլոգիաները զարգանում են ավելի հնարավոր են դարձնում անկախ բնակլիմայական պայմաններից, բան վարչապետ։ Հիմա քանի տոկոսն է ձեր արտադրանքի այս չափերի մոտավորապես։ Այդ չափերի այս պահին 30% է։ Համով է շատ։ Փորձեք հարգել գործընկերներ։ Բայց էս էլ է ձեր արտադրանքը։ Այսել ապագայի հետ կապված այսպես Դա ինչ է մուրաբա է, թե։ ուրաբայա։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Շատ լավ։ Սիմվոլիկ կարող եմ բաժակ Ինչ։ ասենք սիմվոլիկ Կբարձրացնենք, ոչ մի խնդիր չի։ Շատ համով է։ Հիմա միջայլոց ասեմ, Հայաստանում շատ լավ համով ելակ կա, բայց մեկ-մեկ ասեմ, շատ անհամներն են պատահում, չեմ հասկանում ինչն է պատճառը։ սորտն է եւ մշակման Մշակման տեխնոլոգիան է։ Հենց էլ հասկանում։ Այնպես չի որ մեր մոդելա լինում որ անհամելի։ Բա ինչի՞ց է լինում։ Երբեմն նաև եղանակից է լինում։ Հա։ Լինում է որ կարմում է, բայց համը ինչ խաղացությունը շատ Սովորեն համարվում է, աշխան ելակը պիտի համով լինի, բայց այս Բայց դա բան դաշտի մասին ենք, չէ՞ ասում։
Քիչ լցրեք ինձ, շատ քիչ, որտեվ չեմ խմելու, չխկացնելու եմ։ Հերիքա։ Դե շնորհավորում եմ, հաջողություններ եմ մաղթում։ Բա ուրա ելով ունի բաժակ։ Պարոն վարչապետ։ Արագ լցրեք։ Քիչ ամել լցրու, արագ եմ։ Շնորհավոր։ Շնորհավոր կայություն։ Բարոն Ավետիսյան։ Ես աստեղ կոնյակի բաժակ։ Շնորհավորում եմ, հաջողություններ եմ մաղթում։ Լավ եղեք, ամենայն բարիք։ Դե կերանք, հերիքա։ Մի հատ էլ լավ։ Մի հատ էլ ճանապարհին ուտելով գնանք։ Հաջան։ Երկու աղջիկները ուտում են, նկարվեն, ծանոթանալ։ Մարտին ու Գաբրիելա։ Ուրախ եմ շատ։ Նկարվենք, հա։ Հաճույքով։ Եկեք։ Սեր տղաները շուտ կարելի է։ Պարոն վարչապետից դրոշ ուզելու եք։ Էլի կա։ Դուր։ Ես քեզ, բարև եղբայր։ Ինչ անունդ։ Արեք։ Ապրես Արեգ ջան։ Ինչ անունդ։ Խաչատո։ Ուրախ եմ Խաչատո ջան։ Ես էլ քեզ։ Գնացեք։ Ես եմ շնորհակալ։ Հատապտղանոցը ինչքան է բերք տալիս։ Տարին քանի անգամ է բերք տալիս։ Մի անգամ է տալիս։ Մի անգամ է տալիս, հա։ Չենք հասցնում երկրորդ բերք հավաքել, Եղանակի պատճառով։ բայց մենք բանենք որ Նույնն էլ վերաբերում է, իմիջայլոց ասեմ, մոշն է շատ լավ ստացվում Հայաստանում։ Բանը ազնվամորի մալինան էլի լնում է, որ հələ որակական խնդիր ունենք, բայց մոշը լավն է, մոշը շատ լավն է։ լավ է ստացվում, պարոն վարչապետ, ուղղակի արտահանումը մեքենայով, ավտոտրանսպորտով չի դիմանում, ասենց ասեմ։ Հա մոշը նուրբ է, չէ։ Մենք ավիա ենք ստիպված անում, բայց մարդատար։ Հիմա եթե ծավալներ ձևավորվեն, մենք այդտեղ էլ կարող ենք աջակցության ծրագիր անել, բան օդային տրանսպորտով արտահանումը ապահովելու համար, որովհետև դա արագ է, մասնավորապես ասենք այն ինչ որ շատ արագ է փչացող մոշը կանաչին է լինում, դե եթե մեր ջերմոցներում սկսել են կանաչի աճեցնել, այդ նշանակում է շուկայական առումով ձեռնտու է, այսինքն արտահանում են հիմնականում, այդ էլ կարող ենք մտածել։ Լավ փոխվարչապետ, պարոն Խուլդացյան, մի հատ հələ հասկանանք էլ այդ բեռնափոխադրող ավիացիայի հատվածում մենք ինչ պլաններ ունենք, մեր ընկերությունները ինչ պլաններ ունեն։ Որովհետև այդտեղ կարծում եմ այդտեղ էլ կարանք աջակցության ծրագրեր անենք, գները բերենք ճիշտ մակարդակի, որ արտադրողներին ձեռնտու լինի։ Հիմա Հայաստանյան կառավարությունը շատ լավ գյուղատնտեսության զարգացմանը խթան տվել ու կամեց ներուժ։ Դրա համար Իսկ կներեք, այդտեղ տարածք ունեք հետագա ընդլայնման համար, հող ունեք։ Շատ լավ, կարևորն է դա։ հիմա իրացման process-ը արդեն Ջուրը ջրի հասցնել։ Պարոն Խաչատրյան, ասում եմ, որ մենք կարող ենք մեր ավիա ընկերությունների հետ խոսել, հատ իրանց պլաններն էլ հասկանալ, մեր պլաններն է կիսել, որ եթե ծավալներ ձևավորվում են արտահանման առումով, մենք կարող ենք աջակցության ծրագրեր անել տարբեր ուղղություններով։ Եվրամիության մեր գործընկերների հետ էլ խոսենք, տեսնենք իրանք ինչով կարող են աջակցել, որովհետև իմ կարծիքով արդեն այս արտադրանքը արդեն կարող ենք, էլի մենք բան ունենք, հետո ծավալի խնդրի առաջ ենք կանգնելու, այդ էլ հնդածս կարելի, այստեղ օրինակ վարդի շուկայում մենք ինչ խնդրի ենք, մենք հասկանում ենք, որ վարդի շուկայում շատ մեծ հնարավորություններ ունենք, եթե կարողանանք մեր արտադրողներին համոզել, որ իրանք միանան,
որովհետև մեր մեծագույն խնդիրը արդեն որակի հարցը շատ տեղերում լուծել ենք, ծավալի հարցը չեն կարողանում լուծել, որովհետև ասում են, այսինչ լավն է, դե տվեք են, ասում են թիպ, որը Հայաստանի մի տարվա արտադրանքն է։ Բայց մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, որ ծավալներն էլ աճեն, որովհետև այսքան նույն արտադրանքը ինքնարժեքը ծավալի ընդլայնման արդյունքում նաև կնվազի եւ մրցունակությունը։ Հիմա մենք պետք է կայացած ընկերությունների հետ այս ուղղությամբ աշխատենք։ Առաջինը գործընկերություն, փորձենք իրանք համախմբվեն, որտեղ միասնական ինչ-որ բրենդինգ ձևավորել մասնավորապես, որ մեծ ծավալով հնարավոր է լինի տալ։ Սենց բաների շուրջ արդեն պետք է մտածենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Գալիս եք, չէ, առայժմ։ Քեզ էլ եմ հրաժեշտ տան։ Երիտասարդները Ռոստովից էին եկել, իմացել են որ դուք եկել եք ուզում են ձեր նկարվել։ Թող գան նկարվեն։ Լեոն թող գան նկարվեն։ Եկեք եղբայր, ով է նկարվում, եկեք։ Թող գան։ Թող իրանք էլի գան։ Հա։ Եկեք եղբայր։ Բարև ձեզ։ Լավ եք։